Ես ներկայացնեմ մեր հյուրին, երգահան, երաժշտական պրոդյուսեր Դերհովա, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգային բաժնի ղեկավար Անահիտ Բարխուդարյան։ Բարի լույս։ Շնորհակալություն, որ առավոտը սկսում եք մեզ հետ եւ իսկապես շատ հետաքրքիր համերգ է սպասվում ապրիլի 7-ին, ինչպես ծնվեց գաղափարը։ Խոսեմ։ Այո։ Գաղափարը իրականում ծնվեց ոչ այս տարի, այն շատ ավելի վաղ եւ մեկ անգամ մենք այս փորձը արդեն ունեցել ենք, դա փակ միջոցառում էր։ Այսօր կարող ենք խոսել, ինչպես են արձագանքել մարդիկ, բաց համերգային կատարման մասին եւ այն ժամանակ, երբ որ հանդիպել էինք, գաղափարը շատ հետաքրքիր էր, այնպես էր, որ մենք չէինք հետապնդում ինչ-որ նպատակ միքսել ոճերը, որպեսզի ստանանք ինչ-որ տենց էֆեկտ, հա, այսպես ասեմ, այն մեզ հետաքրքիր էր այդ փորձառությունը, ավանդույթը բերել ժամանակակիցի եւ միևնույն պահին այդ ժամանակակիցին տալ խորություն, բովանդակություն։ Դերհովան այն մասնագետն է, որը որ ամբողջ այդ վերամշակումներով է զբաղվել եւ ահռելի գործ է արել, որը արդեն կարող ենք հանդիսատեսի ներկայացնել, վստահ եմ, որ անակնկալներ կլինեն։ Դերհովա, հետաքրքիր է այս դեպքում դասական երաժշտությունն է հարմարվել թվային տրամաբանությանը, թե թվային տրամաբանությունն է հարմարվել դասական երաժշտությանը։ Մի քիչ բարդ է ասել, որովհետև նմանատիպ ինչ-որ պրոյեկտներ եղել են դրսում, համերգներ, որ խառնում են այդ օրքեստրն ու էլեկտրոնիկ երաժշտություն։ Ուղղակի այս դեպքում մի քիչ ոնց որ ինձ համար ոնց որ ես ինձ ավելի շատ գործ վերցրեցի իմ վրա, որովհետև ընդհանրապես դրսում իրենք վերցնում են փոփ կամ արդեն հայտնի երաժշտություն, երգեր ու իրեն վրան ավելացնում են օրքեստր, տենց դասական գործիքներ են ավելացնում։ Իսկ այս դեպքում ես հակառակն եմ անում, որը ահավոր ավելի դժվար է, որովհետև դասական երաժշտության մեջ չափսերը անընդհատ փոխվում է ու իսկ էլեկտրոնային եւ փոփ երաժշտության մեջ տենց բան չկա, մեծ 4 քառորդ չափսի մեջ է ու տենց հանկից գնում է, իսկ այդ արդեն վերցրել եք այդ աշխատանքը, կարծում եմ արդեն իսկ հասցրել եք իր ավարտին, որովհետև շուտով ապրիլի 7-ին բոլոր հնարավորություն կունենան ցանկացողները իհարկե գալ եւ տեսնել, լսել այդ ամենը։ Եվ ինչ ծրագրով է հանդես գալու նվագախումբը։ Հենց ուզում եմ շարունակել Դերհովայի միտքը, հետաքրքիր այն է, որ այո, ինքը պահպանել է ստեղծագործություններ, իսկ ստեղծագործությունները, որոնք ես հիմա մի քանի կոմպոզիտորի անուն տան, Տիգրանյան ունենք, Տերտերյան ունենք, Խաչատրյան ունենք, ես թվարկում եմ հայ կոմպոզիտորներին, դասականներ մնացած իհարկե տարբեր բաներ են, Կարլ Օրֆից սկսած մենք ունենք ծրագրում ստեղծագործություն, այսինքն վերցրել ենք որոշ ինչ-որ հատվածներ եւ դրանք էլեկտրոնային մշակում են ստացել, բայց պահպանվել է իրենց, այսպես ասած, տեսքը, ոնց որ եւ ասեց Դերհովան, ոչ թե հակառակն ենք արել, այն փորձել ենք այդ դասականը պահպանել եւ վրան արդեն ավելացնել էլեկտրոնային այդ մշակումները, բայց ես պետք է ասեմ, որ այ որ խոսում ենք դրա մասին, թե որն է ավելի շատ ինտեգրվել եւ այլն, ինձ համար դա երկխոսություն է, երկխոսություն եւ որտեղ որ յուրաքանչյուրը, հա, որտեղ որ հանդիսատեսը կարող է զգալ նվագախմբի այդ ամբողջ խորությունը եւ միևնույն ժամանակ մեզ շատ ծանոթ այդ ժամանակակից շատերին հարազատ այդ նաեւ ռիթմերը։ Ինձ թվում է երկխոսությունը, որը որ այդտեղ չկա գլխավոր, ոչ կարևոր եւ այլն։ Երբ խոսում ենք էլեկտրոնային երաժշտության մասին Հայաստանում, Դերհովայի անունը անհնար է չէ հիշատակել, որովհետև մեծ ավանդ ունի այս երաժշտության ժառանգության մեջ, ու հետաքրքիր է ինչպես եք ընտրել հենց Դերհովային ու համագործակցությունը ինչպես ստացվեց։ Փայլուն մասնագետ է, բայց այստեղ կա ընկերական գործոն։ Ահա, որովհետև արդեն այո ընկերներ ենք, բայց այդ պահին ունենք միջնորդ ընկերներ, որոնք որ մեզ խորհուրդ տվեցին, կազմակերպեց հանդիպում եւ բարգաստծո այդ հանդիպումը եղավ։ Ու հետաքրքիր էր։ Շատ հետաքրքիր, որովհետև նմանատիպ բան չեմ արել ու մի քիչ ամոթ է ասել, բայց ես կրթություն էլ չունեմ ընդհանրապես երաժշտության, դրա համար դասականով զբաղվել ինձ համար լրիվ նոր աշխարհ էր, նոթաներ կարդալ ու այդ ամեն ինչը բավականին բարդ էր, բայց դե ես սիրում եմ այդ challenge-ների համար գիժեմ, ես սիրում եմ, նորություն եմ սիրում ու մեծ սիրով ընդունեցի։ Ես երբեք չի ասել, ունեք երաժշտական կրթություն։ Կարող եք չբարձրաձայնել եւ անցնել առաջ։ Իսկ արդյոք կարծում եք, որ այս նախագիծը փորձ է դասական երաժշտությունը ել ավելի մոտեցնել երիտասարդներին։ Գիտեք, չեմ կարող ասել, որ այդպես միտում կա դա անել, որպիսի մոտեցնել,
բայց ես կարծում եմ, որ հիմա շատ կարևոր ժամանակն է շփման կետեր ստեղծել սերունդների միջև, մշակույթի, ժանրի եւ կարծում եմ, որ երաժշտությունը այո կարելի է օգտագործել դրա համար, ինչու ոչ։ Եվ եթե որևէ հանդիսատես կարող է իր համար բացահայտել ինչ որ դասական, ավանդական, գեղեցիկ ստեղծագործություն այս համերգի միջոցով, մենք միայն դրա համար ուրախ կնենք, որտեղ վստահ եմ, որ հաջորդիվ կուզենա նաև լսել օրիգինալ տարբերակները։ Այս կամուրջ եւ երկխոսությունը վստահ եմ նաև բեմում է լինելու։ Դուք եւս լինելու եք բեմում, իսկ DJ-ական սեթով հատուկ թե ոչ։ Նմանատիպ այո։ Այսինքն նաև նվագելու եք։ Այո։ Եվ նաև ասեմ, որ կմիանան իմ ընկերները բարբար պրոյեկտից Լարան ու Վահեն մի քանի փոփ երգեր կերքեն, այդ փոփ երգերն էլ վերամշակված, նորից դասական գործիքներով, հնչելով այդ խառնուրդը, տենց որ միայն դասական չէ, այդտեղ դասական գործեր կան, նաև կան կինոյի սաունդթրեքի գործեր, ստեղծագործություններ եւ փոփ երգեր։ Եվ արդյոք այս նախագիծը կարծում եք կդառնա նոր շարքի սկիզբ եւ կլինի շարունակական։ Յուրաքանչյուր լավ նախագիծ շարքի սկիզբ է միշտ համերգային։ Մենք միանշանակ, երբ որ ունենք շատ հաջող փորձառություն, փորձում ենք այն պահպանել, զարգացնել եւ այնպես անել, որ չկորի, այն հակառակը զարգանա եւ ելի նորովի ներկայացվի։ Բայց նշեցիք, որ փակ միջոցառման ընթացքում արդեն եղել է այս երկխոսությունը եւ ինչպես արձագանքեցին։ Շատ դրական, իսկ այդ փակ միջոցառումից հետո մենք դեռ շատ ու շատ այս ծրագրի վրա աշխատել ենք եւ այլ ավելի նոր ստեղծագործություններ են ընդգրկվել, այնպես որ այս անգամ կրկին նոր բան ենք ներկայացնում։ Հետաքրքիր է։ Համերգի մենակատարը Արամ Ասատրյանն է, սա նշանակում է, որ ջութակը հաճախ է հնչելու, թե Սա նշանակում է, որ մենք ծրագրում նաև ունենք Վիվալդի տարվա եղանակներից մի հատված։ Այո, չեմ կարող չբացել, որտեղ այո, Արամ Ասատրյան հանդես կգա որպես մենակատար։ Նա մեր ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջի ջութակների կոնցերտմայստերն է եւ շատ վիրտուոզ ջութակար, որը որ մենք ուզում էինք հենց իրեն ընդգրկել, հա, այս ստեղծագործության մեջ, այնպես որ այո։ Էլ ինչ կտեսնի հանդիսատեսը բեմում։ Ինձ թվում է էլ չարժի փակակցել բացել, որովհետև շատ ենք արդեն բացել, բայց սա նոր փորձառություն է բոլորին, ով սեր ունի դեպի նոր ինչ-որ նախագծեր, բոլորին սիրով հրավիրում եմ, իդեպ ասեմ Տոմսերը ցավոք սրտի արդեն կամաց մոտենում են ավարտի սպառվում են։ Պետք է հասցնել սերի հեռուստադիտողներ։ Պետք է շտապել։ Եվ խոսելով նախագծերի մասին ու շարունակական նախագծերի, շատ կարևոր է նաև նշել ու անդրադառնալ մի ավելի մեծ շրջագայության ու նախագծի, որը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին սպասում է առաջիկա ամիսներին, խոսքը եվրոպական շրջագայության մասին է, եկեք այս առումով էլ բացենք փակագծեր, որովհետև մեզ վստահաբար դիտում են նաև մեր հայրենակիցները աշխարհի տարբեր քաղաքներից, թող իմանան, որ քաղաքներում երբ ինչ համերգներ են սպասում։ Այո, եթե խոսեմ բոլոր համերգների մասին շատ երկար կտևից, այո, մենք մեկնում ենք մեծ շրջագայության, որը կմեկնարկի ապրիլի 26-ից եւ կշարունակվի մինչեւ մայիսի 18-ը։ Լինելու ենք եւ Իտալիայում, եւ Ավստրիայում, եւ Գերմանիայում, եւ Շվեյցարիայում, եւ հյուրախաղերը ամփոփվելու են Իսպանիայում։ Հանդես են գալու մեր հետ հայտնի մենակատարներ Օգուստյան Դյումեը, որը շատ հայտնի ջութակար է, մեր հայազգի Սերգեյ Խաչատրյանը, արդեն մեծ կարիերա անող երիտասարդ դաշնակարուհի Էլի հայազգի Եվա Գևորքյանը, մեր մայստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, ինչպես նաև Պիեր Կարլո Օրիցիոյի ղեկավարությամբ, նա իտալացի մայստրո է։ Բավականին մասշտաբային հյուրախաղեր են եւ վերջին տարիներին այսպիսի տևողությամբ եւ այսպիսի աշխարհագրությամբ հյուրախաղեր չեն եղել, այնպես որ մենք պատրաստվում ենք այդ ամենին, սակայն պիտի նշեմ, որ ընդամենը 3 օր առաջ, 3-4 հյուրախաղերից այդպիսի մեծ նորից իրականացնելու ենք այն, ինչ որ անում ենք ամեն տարի, դա ապրիլի 23-ի կեսգիշերին ռեկվիեմի կատարումն է, ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին, որը մենք վերջի տարիներին միշտ անում ենք գիշերը, դա այսպես ավանդույթ է դարձել, գաղափարը եղել է մեր տնօրենինը, Նորայր Նազարյանինը եւ արդեն տարիներ շարունակ մենք դա պահպանում ենք,
լրիվ ուրիշ զգացողություններ են, լրիվ ուրիշ տպավորություններ, այս անգամ հնչելու է Verdi Requiem-ը եւ նույնպես բոլորին հրավիրում եմ այդ օրը համերգի, այդ ամենը զգալու եւ մեզ ճանապարհելու դեպի երկար շրջագայություն։ Շրջագայությունը պատմեցինք, մինչև գարնան ավարտը թե ինչ է լինելու։ Իսկ ինչ է սպասում 2026-ին։ Մեզ մոտ անդադար են նախագծերը այսինքն ամառվանից հետո նախ ամառ ունենք հյուրախաղեր մարզային, որ նույնպես շատ կարևորում ենք միշտ եւ արդեն նույնպես ավանդույթ է դարձել Սերգեյ Խաչատրյանի հետ տարբեր մարզերով մեր շրջագայությունը, նաեւ պլանավորվում են Վրաստանում համերգներ եւ երբ որ փակենք ամառային այդ ցիկլը կանցնենք արդեն մեր աշնանային Երևանյան միջազգային փառատոնին։ Այնպես որ համերգները շատ են, մենք մեր հանդիսատեսին միշտ սպասում ենք եւ հորդորում ենք մեզ հետևել։ Իսկ մենք միայն ուրախանում։ Այո, իսկ ապրիլի 7-ին մասնավորապես սպասում ենք նոր ձևաչափով Արամ Խաչատրյան համերգասրահում DJ կհանդիպի նվագախմբին Տեր-Հովայի մասին է խոսքը այս դեպքում, այնպես որ սիրելիներ հասցրեք ձեռք բերել վերջին տոմսերը, ձեզ շնորհակալություն ենք հայտնում։ Ձեզ ենք շնորհակալություն։ Համերգի մյուս նախագծերին հաջողություն ենք մաղթում, իսկ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի մյուս համերգներին կարող եք ծանոթանալ պաշտոնական կայքերում, մենք էլ շարժվում ենք առաջ։ Լսենք երաժշտություն։